Մի սենսացիոն լուրի մասին եմ ուզում ձեզ պատմել, սիրելի բարեկամներ, որ ինքս իրականում ցնցված եմ եւ ուզում եմ դուք էլ ցնցվեք եւ ստիպված եմ ես իսկապես խոստովանել, որ Նիկոլ Փաշինյանը հանճար է։ Նրան ոչ ոք չի կարող գերազանցել եւ հետո կասեմ թե ինչու, բայց տեսեք թե ինչ նորություն է։ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել է։ Նայեք Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման դինամիկաները եւ համատեք նախորդող շրջանի հետ։ Հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների, այցերի եւ այլնի դինամիկան։ Ընդ որում այս ձևաչափով ես լիարժեք նույն ձևի աշխատանքային կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի հետ, ղեկավարի հետ, որը առանձնահատուկ բան է տալիս, բովանդակություն է տալիս։ Այդ մարդիկ ուզում են ԵԱՏՄ-ն կաթվածահար անել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք եւ մենք ԵԱՏՄ 5 երկրներից մեկն է, ով որոշումներ է կայացնում։ Այդ մարդիկ, ովքեր տենց սադրանքներ են անում, իրենք ուզում են ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն պարզապես ոչնչացնել, իրենց նեղ մի բանի իրենց ունեցվածքը մեկը չեն փրկի իրենց ունեցվածքը, այնպես որ ավելի լավ է ԵԱՏՄ-ն չտնեն բանի տակ սադրանքների մեջ չներկաշեն։ Ես ասում եմ մենք Ռուսաստանի Դաշնության ենք չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու։ Մենք բոլոր մեծ հակադրությունների մեջ ներկաշելու փորձերը կլինի դա տնտեսական, քաղաքական, չգիտեմ, որևէ սին են, որևէ մեկին չի հաջողվելու դա մեզ անել։ Ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ վերջին այցը համարում եմ շատ հաջող, մենք շատ երկար եւ մանրամասն քննարկումներ ենք ունեցել, իսկ նրանք ովքեր ուզում են խաթարել Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը եւ եղբայրությունը, այդ մարդիկ պարզապես ինաստրաննի ագենտ են։ Նա ազգային ժողովում խոստովանեց, որ փաստորեն հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են չափազանց բարձր մակարդակի, այնքան բարձր մակարդակի վրա, որ երբևէ չեն եղել, եւ ինքը շատ գոհ է եղել Պուտինի հետ հանդիպումից, եւ իրականում Սամվել Կարապետյանը եկել է փչացնելու հայ-ռուսական հարաբերությունները եւ փչացնելու ԵԱՏՄ-ում Հայաստանի հարաբերությունները, պատկերացնում եք։ Այն նույն Սամվել Կարապետյանը, ում նա մեղադրում էր, ում ամբողջ ԿՊԱ-ական քարոզչությունը մեղադրում էր ռուսաստանցի օլիգարխիներու մեջ, այսօր մեղադրում է, որ եկել է փչացնելու այն լավ հայ-ռուսական հարաբերությունները, որ Նիկոլ Փաշինյանն է իբր հաստատել։ Եվ ես ձեզ ներկայացրել եմ երկար իմ վերլուծականով Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքները, ցույց տվեցի թե ինչպես էր նա խոնարհաբար շնորհակալություն հայտնում Պուտինին իրեն աջակցելու եւ Հայաստանին աջակցելու համար խաղաղության հարցում, բայց գալիս է Հայաստան եւ ձեր գլուխը տանում էր հիբրիդային պատերազմով, այսինքն Ռուսաստանին Հայաստանում մեղադրում է Հայաստանի դեմ հաջորդի դեմ հիբրիդային պատերազմ անելու մեջ, գնում է Պուտինի մոտ շնորհակալություն է հայտնում եղբայրության համար։ Սա ինչ է նշանակում, սիրելի բարեկամներ, արդյոք Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը կտրուկ շրջադարձ ունեցավ, փոխեց իր համոզմունքները, սա անձի երկվություն է։ Այնքան է մոլորվել իր ստերի մեջ, որ մի օր մի սուտ է ասում, հետո մոռանում է, որ հաջորդ օր ուրիշ սուտ է ասելու։ Ինչ է տեղի ունենում։ Սա իրականում մանիպուլյացիայի մաստեր կլաս է, երտաղանդ, ասում եմ, ես ընդունում եմ նա ստի եւ մանիպուլյացիայի տաղանդի առումով անգերազանցելի է։ Բայց սա պետք է պատճառ ունենա, չէ՞։ Ես մտածում եմ, որ կամ Պուտինի հետ հանդիպումն է շատ գեղեցիկ անցել, կուլիսների ետևում նրան շատ բան են բացատրել, եւ նա ստիպված մոլի արեմտամետից կրկին դարձել է մոլի ռուսամետ։ Եվ ԵԱՏՄ-ն սկսել է պաշտպանել Սամվել Կարապետյանից, ռուսաստանցի օլիգարխներից։ Ծիծաղելը զավեշտալի է, ահավոր։ Ես առաջարկում եմ, որպեսզի ԿՊԱ-ականները, նիկոլականները, նրանց սիրողները, երբ որ օգտագործում են օրինակ ռսաստրուկ, ռսակոց, ռսի սապոկ լիզող, իմանան, որ այդ բառերը լիովին վերաբերելու են իրենց առաջնորդին։ Որովհետև այդ մարդը այսօր փաստորեն անձնվիրաբար պաշտպանելու է հայ-ռուսական հարաբերությունները ռուսաստանցի օլիգարխներից։ Այսպիսին է քաղաքականությունը ստի, երբ դուք, սիրելի ժողովուրդ, բայց սա ունի բացատրություն, գիտեք, սա կոչվում է անսկզբունքայնություն, սա կոչվում է հանուն իշխանության պահպանման, գնալ ցանկացած ստի, կեղծիքի եւ երեսպաշտության։ Դե չելադրեմ, էլի դուք ինքներդ գիտեք, Արցախը Հայաստան էր, դարձավ Ադրբեջան։ Ադրբեջանը թշնամի էր, հիմա նիկոլականները համարում են Ադրբեջանին Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Թուրքիան ցեղասպանություն էր անում նոր Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը հայհռչակել էր նոր Սարդարապատ, այսօր մենք պետք է դեռ վերանայենք ցեղասպանություն եղել է թե չէ։ Այսինքն այդ մարդը կախված օրվա իշխանություն պահելու խնդրից կարող արմատապես փոխի իր տեսակետները։ Եվ չզարմանաք, որ նա կարող է Հայաստանին հետագայում մտցնել միութենական պետության մեջ, այսօր իր ընդդիմախոսներին մեղադրելով, որ տանում են Հայաստանին միութենական պետություն։ Գիտեք, սա ինչ-որ իմաստով ստրատեգիա է, կարծես նրանք իրար կոկորտ են կրծում, թե ով կլինի ցարի մոտ, ով պետք է գնա ցարի մոտ խոնարհվի։ Դրա պայքարն են կարծես թե Նիկոլ Փաշինյանը հիմա տանում, քան Հայաստանի ինքնիշխանության եւ եվրոպական ապագայի։ Եվ ինչպես ասում էին, նախկինների նմանությունը, որ ինչումն է կայանում, այս հարցում էլ է կարծես որոշ
իմաստով նախկինների նման տալիս անցնում է, որովհետև Սերժ Սարգսյանն էլ չէ, Եվրամիության հետ բանակցություններ էր վարում, համարյա թե ստորագրում էինք ասոցիացիան համաձայնագիրը, բայց մի գիշերվա մեջ մտանք ԵԱՏՄ, ճիշտ է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նույն տրամաբանությամբ, սեփական ժողովրդի մանիպուլացնելով, պահելով իր իշխանությունը, խափում է, թե Հայաստանը գնում է եվրոպական ինտեգրացիայում, բայց մեկ էլ ազգային ժողովում որոշել է ԵԱՏՄ-ն պաշտպանել Սամվել Կարապետյանից։ Ահա թե ինչպիսի մարդու հետ մենք գործ ունենք, եւ նման մարդուն վստահել Հայաստանի իշխանությունը, կրկին ղեկավարությունը, կառավարությունը, նշանակում է իսկապես խաչ քաշել մեր երկրի ինքնիշխանության, անկախության, արժանապատվության վրա։ Հետևաբար Նիկոլին կուրկ սարքածներ եւ նիկոլականներ։ Սրանից հետո, եթե դուք կհամարցակվեք Ռուսաստանի հասցեին ինչ որ բան ասել, կպարզվի, որ դուք կինոագենտ եք եւ այսուհետ դուք պետք է Ռուսաստանին գովաք։ Իսկ ընդդիմությունը փաստորեն իրականում եկել է փչացնելու հայ-ռուսական հարաբերությունները։ Ահա այսպեսին է Նիկոլ Փաշինյանի օրվա համոզումը։ Հետևաբար, ըստ օրվա կմահաճույքի դուք մի օր լինելու եք ռսակոց, մի օր լինելու եք թրքակոց։ Եվ այս ամենը արվում է ընդամենը մեկ բանի համար՝ հանուն սեփական իշխանության պահպանման եւ վերընտրության, որովհետեւ երևի թե Մոսկվայում հասկացավ, որ առանց Պուտինի անմիջական աջակցության եւ հերթական անգամները հաճախորդը լինելու իր բանը բուրդ է։